Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա 106 եւ 5 հաճախականությունն է, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը, ուզում եմ նաեւ նշել, որ սա կինետիկա հաղորդումն է եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ Անի Մաղսուդյանին, Աննեոն ընկերության հիմնադիրն է, Անի ջան, բարի օր։ Ողջույն։ Մենք ի սկզբանե պայմանավորվեցինք, որ ես ձեզ չեմ ասելու կին գործարար, այլ երիտասարդ գործարար պարզապես։ Հենց բիզնեսով ներկայացրեցի ձեր գործունեությամբ, այդտեղից էլ երևի թե սկսենք, թե ինչպես այն ստեղծվեց այդ լուսային գաղափարը, որտեղից այսպես փայլատակեց ձեր մոտ։ Նախ ասեմ, որ փոքրուց միշտ երազել եմ գործարար դառնալու մասին, երևի թե ֆիլմերից այդ ամեն ինչ ավելի շատ արտացոլվել, այդ կերպարները, ինչ որ կայացած կնոջ կերպարները շատ-շատ ագրավել, չնայած որ այդ կերպարները իրականությունից մի փոքր հեռու են ու միշտ չի որ կանայք միշտ տենց ձիգ են, նո ընդհանրապես բիզնեսմենները տենց ձիգ են լավ տրամադրությամբ ու հաստատում որոշումներ կայացնող, հիմնականում բիզնեսմենները անորոշության մեջ գտնվող մարդիկ են, ովքեր որ բախվում են այդ ամեն ինչին ամեն օր խնդիրների մեջ են ու միշտ չի որ իրանց դեմքին ժպիտ կարելի է տեսնել, բայց այնուամենայնիվ Անեոնը սկսել եմ 2021 թվականի հունվարի հենց 1-ից միանգամից թեստավորման շրջանը ավարտելուց հետո ու հետաքրքիրն այն էր, որ այդ ժամանակ ես մարքեթինգային թիմում էի աշխատում հանրահայտ ընկերություններից մեկում ու այնտեղ տեսել էի, որ իրենք ունեն նեոնային լույսեր ու այդտեղ ուղղակի հետաքրքրվել էր ինձ այդ միտքը ու ուղղակի իրանց հարցրեցի թե նեոնային լույսերը ովքեր են պատրաստում իրենք կատակով ասեցին, որ պատկերացնում ենք Անին նեոնը ցենց սարքելուց, ցենց խնդացինք բանման, ասենք հա դե լավ կտեսնենք բան, ու այդպես գնացել եմ արտադրողների հետ խոսել եմ, ու այդպես սկսվել է ամեն ինչ։ Սկզբից ուղղակի դասընթաց վերցրեցի նեոնների հետ կապված, շատ պատահական այդ ամեն ինչը տեղի ունեցավ, հասկացա, որ նեոնները պատրաստել է իմ գործը չի, ես դա չպետք է անեմ, ես պետք է, այո։ Ու այդ ժամանակ արդեն հասկացա, որ պետք է ունենամ ավելի մեծ թիմ ու անցած տարի արտադրամասը հիմնեցինք արդեն այն ժամանակ outsourcer հիմնականը, հիմա արդեն հիմնականը հենց in-house մենք ենք պատրաստում արտադրամաս հիմնելով ու հասկացա, որ ճիշտ ժամանակն է այդ ամեն ինչը իմ սեփական ուսերին վերցնելու։ Ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, որ փորձարկում էր սա, այնպես էլ եթերից առաջ էլ նշեցիք ու անվան հետ կապված երբ փորձում էինք հասկանալ, այ ոնց ստացվեց, էլ դուք պատկերացնում եք, որ դա միանգամից հաջողելու է, թե ուղղակի փորձում էիք, դե կստացվի։ Ես իմ կյանքում միշտ առաջնորդվում եմ հետևյալ մտքով, որ ամեն ինչում պետք է նախ-առաջինը փորձել։ Մշտապես պետք է փորձել։ Թեկուզ իմ edge-ով երբ որ սկսեցի զբաղվել, ես շատ sense կծկված էի, որտեվ չգիտեի ինչ որ ասելիք ունեմ, չունեմ, պետք է ինչ որ բանից խոսեմ, թե չէ։ Հետո հասկացա, որ ամեն ինչ հիմնված է փորձելու վրա։ Թեկուզ եւ Անեոնը ձախողվեր, ես էլի մի բան էի փորձելու ու շատ արագ էի փորձելու։ Փորձելը իմ համար տենց կյանքի հիմնավոր տենց հիմնասյուներից է, որովհետեւ փորձելու արդյունքում է, որ դու գտնում ես այդ հաջողված անյունակարը ու դրանով ես շարունակում այդ ամեն ինչը հիմնել։ Իսկ ձախողում ես, ի՞նչ է տեղի ունենում։ Երբ որ ձախողում եմ, նաև իմ գործի մեջ էլ ա եղել, որ շատ ձախողում եմ, հիմա էլ եմ շատ առօրյա գործերի մեջ եմ ձախողում, սկզբից բնականաբար ընկճվում եմ։ Սկզբից տենց քանի որ ես ինքս էմոցիոնալ մարդ եմ, էմոցիաներից եմ տենց տրվում, բայց դրանից հետո մի քայլ հետո արդեն հավաքում եմ ինձ ու շարունակում եմ։ Դա շատ ավելի կարևոր է, այսինքն կարևոր չի այդքան թե ոնց ես ընկնում, կարևորը թե ոնց ես դրանից հետո հետ գալիս ու վեր կենում շարունակում։ Այ գործարար լինելը հատուկ մարդկանց է բնորոշ, ամեն մեկը չի կարա, չէ՞։ Ոչ, որովհետեւ բարձրանալու ճանապարհն է։ Շատերը, երբ որ առաջի անգամ փորձում են ու ձախողվում են, ասում են դե լավ դե գործարարությունը իմը չի, բիզնեսը իմը չի, բայց գործարարությունն էլ է փորձի հիման վրա, կյանքն է փորձի վրա, չգիտեմ, ամեն ինչը, ինչ որ մի բան որ ստեղծում ես, այդ ամեն ինչը հիմնված է փորձի վրա։ Անեոնը երբ որ մենք հիմնեցինք, նեյմինգը շատ արագ է եղել, մեր աշխատակիցների կողմից է դա առաջարկվել ու միանգամից ընդունվել է, փորձարկվել է։ Լոգոն այդքան էլ չնայած արագ չի եղել, բայց մի քիչ դրա եւ ամենակարևոր որոշումներից, տենց ավելի լուրջ որոշումներից է եղել նմանատիպ լոգո ունենալ, իսկ ընդհանուր առմամբ պատվերներ սկսել արդեն պատրաստել, դա էլ է շատ արագ եղել, ուղղակի ես վերցրել եմ որոշակի кейսեր, նկարներ մեր արդեն իսկ արտադրողների կողմից, ովքեր որ այդ գործ արդեն անում էին, տեղադրվել եմ իմեջում ու այդպես սկսել եմ promotion անել, գովազդներով առաջխաղացում իրականացնել ու այդպես առաջին պատվերը եկել է։ Ես որ համեմատել եմ օրինակ առաջին պատվերը ինչ բյուջեով է եկել, համեմատել եմ, հասկացել եմ, օքեյ, ուրեմն այսքան պատվերի համար ես պետք է այսքան բյուջեներ դնեմ, ու դա շարունակել եմ, վсё։ Այսինքն ինչ որ ասեմ լուրջ բիզնես պլան, բիզնես մոդել, չէ, դա ամեն ինչը իմը չի եղել։ Լուրջ գումարներ, вообще, ընդհանրապես չի եղել, ես մոտավորապես ասում եմ պիտի մեծ գումարներ ունենաս բիզնես սկսելու։ Նայած ինչ բիզնես։ Այն որ 0 դրամով կարող ես բիզնես սկսել։
Ավելի միֆ է, որ 0 դրամով կարելի է բիզնես սկսել, որովհետև այնուամենայնիվ ցանկացած բիզնեսի մեջ մի փոքր լումա պետք է, ցանկացած ինչ որ բիզնեսի մեջ, թեկուզ եւ այդ ներդրումը լինի ռեսուրսային, քո մտքի տեսանկյունից կամ, չգիտեմ, ծանոթությունը իրար խառնելու տեսանկյունից միշտ բիզնեսը ինչ որ ներդրում պահանջում է։ Բայց միֆա այն, որ բիզնես սկսելու համար պարտադիր է մեծ գումարներ ունենալ, որովհետև դա իրականում կախված է ինչ ոլորտ կամ ինչ կոնկրետ նիշային բիզնես ես դու ուզում սկսես։ Սա շատ բիզնեսներ կան, որ կարելի է շատ հեշտությամբ սկսել ու շատ մեծ գումարներ պետք չի ներդնել, ու ասեմ ավելին, ես սկսնակ գործարներին միշտ խորհուրդ եմ տալիս շատ քիչ բյուջեով այդ ամեն ինչը սկսել, որովհետև ձախողելու արդյունքում պետք չի դեն շատ մեծ գումարներ ձախողել, վարկերի մասին, պարտքերի մասին չեմ խոսում, դա սկսնակ գործարներին ընդհանրապես պետք չի, պետք է շատ քիչ բյուջեով մեկ թեստավորել, ստացվեց, անցնում ենք առաջ, ստացվեց, փորձում ենք մեկ այլ տարբեր։ Առաջ ես անցնում ու ամեն ինչ մեծանում է, արդեն մեծ թվեր են պետք։ Արդյոք բիզնեսը կարող է առանց մեծ թվերի եւ առանց վարկերի գոյատևել։ Այսօր այդ դարի խնդիրն է, չէ՞, ոնց եք դուք նայում այդ հարցին։ Ինձ թվում է շատ քիչ գործարներ կան, ովքեր որ այդ ամեն ինչի մեջ չեն մտել, այդ ամեն ինչի պարտքերի վարկերի մեջ ես էլ եմ մտել ու հիմա ինչ որ չափով դեռևս կամ այդ ամեն ինչի մեջ, որովհետև չկա բիզնես, որ չունենա իր ճգնաժամը։ Ցանկացած բիզնես եթե ճգնաժամի մեջ է, ինքը պետք է փորձի ներդրումների ինչ որ կողքից գումարներ ներգրավի, որ կարողանա բիզնեսը իր շարունակել։ Եթե չներգրավեց ու չկարողացավ ինչ որ ձև այդ իրավիճակից դուրս գալ, շատ դժվար է հետագայում շարունակել։ Այնպես որ պետք է պատրաստ լինել, որ այդ ճգնաժամը տեղի ունենալու դու վարկեր, պարտքեր ես վերցնելու այդ ճգնաժամից դուրս գալու համար։ Ես ինքս նորից եմ ասում, էմոցիոնալ լինելով շատ դժվար եմ այդ ժամանակահատվածը հաղթահարել, բայց հաղթահարելուց հետո ես հասկացա, որ այդ ամեն ինչը արժեր ու բոլորն են այդ ամեն ինչի միջով անցնում, չնայած որ շատ քչեր են դրանից խոսում, երբ որ ընկնում ես այդ իրավիճակի մեջ, մտածում ես թե դու ես այդ միակը ու քո հետ ինչ որ ցախողումը տեղի ունենում ու չես կարողանա շարունակել, բայց այնինչ շատ-շատերն են այդ ամեն ինչի մեջ։ Այն որակների մասին կուզեմ խոսել, որը ունի գործարարը։ Այդ իծնե է լինում, թե ձեռքբերովի է լինում, ոնց է տեղի ունենում, որ մարդը այդ որակը ձեռք է բերում կամ ունենում է, որ դառնում է գործարար, կարող ենք ասել, որ մարդը օրինակ չի վախենում ռիսկի գնալուց եւ բոլորը չի որ այդպեսին են էլի ամեն դեպքում կարա գործարար լինի։ Ինձ թվում է դա գլխավոր միֆերից է, որ գործարարը իծնե է լինում, ես հակված եմ նրան, որ գործարար դառնում են, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ ինձ մանկուց գիտեն, հաստատ կփաստեն, որ եթե ես մանկուց ստացած այդ հատկանիշները ունենայի մինչ այսօր ու փոփոխության չի ենթարկել, ես հաստատ գործարար չէի դառնա։ Որովհետև ես ի սկզբանե չափից շատ անկեղծությունը ու միամտությունը գործարին դա հակված չի, որովհետև ինչ որ դեպքում պետքա շատ նաև լավ սուր միտք ունենաս, իսկ սուր միտք ունենալը միշտ չէ որ հավասար է միամտությանը։ Այսինքն շատ դեպքերում պետք չի որ լրիվ անկեղծ լինես այդ իրավիճակում, կարելի է այդ անկեղծությունը մի քիչ ուրիշ ձև ներկայացնել։ Ու վստահ եմ, որ գործարար լինելը դա ձեռքբերովի հատկություն է, որովհետև այն հատկանիշները ու բնավորության գծերը, որ գործարարին պետքա, դա կարելի է ձեռք բերել, բայց դրանով պետքա զբաղվել մանուկ հասակից։ Ես այնպես չի որ մանուկ հասակից եմ դրանով զբաղվել, բայց ավելի տենց դպրոցական տարիքից պատանեկության շրջանից եմ սկսել այդ ամեն ինչով զբաղվել ու դրա արդյունքում է որ հիմա գործարար եմ, բայց եթե դա չլիներ, ինձ թվում է կվախենայի ինչ որ բանի չի գնա, որովհետև իմ շրջապատն էր դա թելադրում, որ պետք չի։ Իսկ ես լսելով այդ պետք չի, միևնույնն է շարունակեցի, բայց եթե ես լսեի, չէի անի հաստատ։ Այ երբ որ ասում են գործարար Անի Մաղսուդյան, կողքից ընկալումները ինչպիսին են երիտասարդ աղջիկ է ու ասում են գործարար։ Մի տեսակ կողքից գուցե շատերի համար անվստահ ու տարօրինակ չէ հնչի։ Ոնց է առհասարակ գործարար համայնքը ընդունում երիտասարդներին։ Կա երկու իրավիճակ։ Առաջին իրավիճակը, ովքեր որ իմ հասակակիցներն են, ինձ շատ լուրջ են պատկերացնում։ Միշտ ինձ լուրջ պատկերացողները հետո ինձ հանդիպում են ու տեսնում են, որ ես շատ շփվող անմիջական մարդ եմ։ Ու կա երկրորդ հատվածը, որը որ ավելի ինձ թվում է մեծ տարիքի, բայց ավելի այտենց մեծ տարբերությամբ տարիքի մարդկանց մասն է խոսքը, իրանք կարող է ինչ-որ չափ անլուրջ վերաբերվեն։ 50+ Երևի, հա, այն որ իրանց համար այդ ավանդական սովետական մտածելակերպն է, իրանց համար շատ կարծրատիպային է, որ ինչ-որ մի հատ աղջիկ, ջահել աղջիկ զբաղվի գործարարությամբ։ Բայց ինձ թվում է իրենց դեպքում էլ մաքսիմալ զտել ու նաև ապացուցել, որ ավտոմատ կերպով այդ ամեն ինչը տեղի ունեցել, որ չէ, պետք է այդ ամեն ինչին լուրջ մոտենալ ու ես այնպեսին չեմ, ինչպեսին որ այդ 50+ մարդիկ են մտածում։ Վերադառնալով լույսերին, այ
այս բիզնեսով զբաղվելը ձեզ համար նախ եւ առաջ բիզնես է, թե նաեւ արվեստ է։ Դուք արվեստին եք մոտ կանգնած։ Որովհետեւ լույսերի հետ զբաղմունքը ամեն դեպքում միայն այսպես աշխատանք չի, էլի համակարգման, ֆիզիկական ինչ-որ հետևելու, չգիտեմ։ Իմ գործառույթները շատ արագ է փոխվում, այդ արվեստի գծով ու չոր ղեկավար լինելու միջև։ Ինձ թվում է ես ավելի շատ այդքան էլ արվեստին մոտ չեմ, քան ավելի ղեկավար եմ։ Նու տնօրեն եմ, այսպես ասած։ Արվեստը ինքը այնպիսի բան է, որ ինձ մոտ մշտական չի, որ ինչ որ բան պետքա ստեղծել, ինչ որ մի հատ նորություն եւ այլն եւ այլն։ Ինքը գալիս է ինչ որ ժամանակահատվածը մեկ կամ ինչ որ երկարաժամկետ հատվածով։ Ես չեմ նստում ու մտածում, թե ինչ նորություն արժի բերել Հայաստան։ Այդ իմ մոտ կամ լինում է, կամ չի լինում, կամ ընդհանուր տենց ժամանակահատվածով իրավիճակով է պայմանավորված։ Դրա համար ես ինձ ավելի շատ տեսնում եմ որպես ղեկավար, քան արվեստի ինչ-որ մարդ։ Ես չոր եմ այդ ղեկավարման, նո այսքան ոչ թե չոր եմ ղեկավարման գծով փափկության տեսանկյունից կամ չորության տեսանկյունից, այլ ավելի շատ տենց հաշվարկներ ու թվեր եմ սիրում, քան ավելի շատ մտածում եմ, վաու, էս ինչ լավ միտք է, եկեք անենք։ Չէ, ես որ մտածում եմ, այդ ինչ լավ միտք է, ես մտածում եմ արդյոք դա կվաճառվի թե չէ։ Եթե չի վաճառվելու, ես չեմ անի։ Դից հիպոթեզային եմ ավելի շատ փորձում մոտենալ։ Ինչն է վաճառվում այսօր։ Միտքը, էմոցիաները, գաղափարը, փաթեթավորումը։ Դուք եք մշտապես առաջարկում հաճախորդների հետ քննարկում այս տարբերակը ավելի լավը կլինի, թե դրանով թիմակիցներն են զբաղվում, թե առհասարակ հաճախորդը ինչ ուզում է, դա էլ ստեղծում եք, թե միշտ չէ՞ լի որ ամեն դեպքում հաճախորդը ճիշտ է հասկանում, թե ինչա պետք իր բիզնեսին։ Ոնց եք այդ դեպքերում։ Իրականում մեզ մոտ կա հստակ արժե համակարգ, ըստ որի մենք ոչ թե փորձում ենք վաճառել, այլ օգնել։ Շատ դեպքերում գալիս են ու այնպիսի բան են ուզում, որ ընդհանրապես իրանց կամ պետք չի կամ համապատասխան չի։ Թեկուզ ներսում օգտագործվելու դեպքում կամ դրսում օգտագործվելու դեպքում նախ մենք առաջինը փորձում ենք հասկանալ, թե ինչ նպատակով է դա ծառայելու։ Եթե օրինակ ոդքասթների ժամանակ այդ նեոնային լույսը ծառայելու, մենք փորձում ենք այնպիսի բան առաջարկել, որ իր լուսավորությունը կարգավորվող լինի, իր գույնը, նեոնի գույնը չխանգարի կամերային, չթրթռալու կամերայի մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն փորձում ենք այնպես անել, որ նախ առաջին հասկանանք նպատակը որն է, ինչի համար է դա։ Թե արտաքին գովազդ է, թե ներքին գովազդ է, ինչի համար է ծառայելու այդ աշխատանքը, որ մենք պատրաստելու ենք։ Շատ դեպքերում մեզնից նաեւ ուզում են այնպիսի աշխատանքներ, որոնք որ թույլատրելի չեն օրենքի սահմաններում։ Օրինակ թաղապետարանի նաեւ քաղաքապետարանի կողմից վերջերս օրենքի, այսպես ասած, թարմացումը տեղի ունեցել, ըստ որի արտաքին գովազդում շատ բան թույլատրելի չի։ Օրինակ light box-ները։ Իրենք հիմնականում թույլատրելի չեն ու մի քանի բացառիկ դեպքերում են նրանք կարողանում կիրառել այդ ամեն ինչը։ Բայց շատ դեպքերում գալիս են այնքան մեծ գովազդ են իրանք ուզում, բայց չեն պատկերացնում, որ այդ մեծ գովազդը տեղադրելուց հետո գալու են ասելու են, գիտեք, որ չափանիշներին օրինակ համապատասխան չի։ Դրա համար մենք նախ առաջինը փորձում ենք այդ հաճախորդին բացատրել, թե ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Օրինակ, այսինչ չափսերի մեջ է կարելի, լոգոյի մեջ սա պետքա դուրս գա, սա պետքա մնա, հայերենի կողքը պետքա անգլերենը լինի կամ մենակ անգլերենը կլինի ինչ պարագայում։ Դրա համար մենք փորձում ենք նախ առաջինը օգնենք, հետո նոր վաճառենք։ Ձեզ հետո է քանի հոգի եք թիմում։ Մեծ թիմ է աշխատում, փոքր թիմ է աշխատում։ Մեծ թիմ չի աշխատում, մինչև 10 հոգի ենք մենք ու կարծում եմ, որ ծավալների մեծացման հետ մեկտեղ նաև թիմը կմեծանա։ Այ հետաքրքիր է ստեղծման process-ը ինչպես է տեղի ունենում, այ գաղափարը քննարկեցինք, ոնց է գեներացվում, ստեղծումը ոնց է լինում, դուք գնում եք մասնակցում եք, թե ձեզ ուղարկում են տարբերակներ, փորձում եք քննարկել։ Տեսեք, հենց պատվերը հաստատվում է, միանգամից դա գնում է դեպի արտադրամաս։ Ես արտադրամասում շատ հազվադեպ եմ լինում ու իմ կարևորագույն ցածած կետերից մեկը արտադրամաս հիմնելուց հետո այն էր, որ ես հաճախ չլինեմ արտադրամասում, որովհետև ես սիրում եմ աշխատել ցանկացած վայրից։ Ու ես չեմ սիրում, երբ որ պարտադրված ինչ որ գիտեմ, որ այդ օրը, այդ ժամին ամեն օր պետքա գնամ։ Դրա համար միանգամից արտադրամաս երբ որ գնում է, այդ ամեն ինչով զբաղվում է արդեն արտադրամասի ղեկավարը եւ այն աշխատակիցը, որ պատրաստելու է։ Միանգամից հաշվարկներ են կատարում, թե ինչ մատերիալներ են պետք է աշխատանքը հավաքելու համար, միանգամից որոշակի բաներ, որոնք օրինակ լազերային կամ ֆրեզային կտրման են ենթակա, դրանք ուղարկվում են հատուկ արտադրամաս, դա էլ է կտրվում, ու միանգամից սկսում ենք արդեն արտադրական հատվածը։ Լինում է, որ շատ արագ է այդ ամեն ինչը տեղի ունենում, որ նույնիսկ չենք հասցնում արտադրամասին տեղեկացնել, որ այս պատվերը հաստատել է, միանգամից ուղարկում ենք կտրման, որ հասցնենք այդ տեմպի մեջ։ Ինչքան է տևում այս ամբողջ process-ը։ Ենթադրենք հաճախորդ եկավ, քննարկեցիք, հաստատվեց ինչա լինելու։ Մինչև պատրաստման վերջին պահը ինչքան է լինում, արդյոք դուք տեղադրումը եւս իրականացնում եք։ Այո, անպայման տեղադրումը եւս իրականացնում ենք,
Երկրորդ մեզ մոտ A-Z-ը, այսինքն խորհրդատվություն, անվճար այդ ամեն ինչը, այսինքն դիզայնի տրամադրումներն ենք անվճար իրականացնում, պատրաստում ու տանել տեղադրել ու նաև հետ տեղադրման հետ սպասարկային նաև այդ գործընթացն ենք իրականացնում երաշխիքային սպասարկմամբ, այսինքն 1 տարի նաև երաշխիք ենք տրամադրում ու ընդհանուր առմամբ նորմայի մեջ 1 շաբաթ տևողությունը կամ 7-ից 10 աշխատանքային օր պատրաստման ընթացքը տեղադրելը ներառյալ, բայց լինում է որ 1-2 օրվա մեջ այդ ամեն ինչը տենց շատ սեղմված ենք անում, որովհետև գիտենք որ այսինչ օրը միջոցառում կա ու պետք է հասցնենք անենք։ Այ վերջին տարիներին է հատկապես նեոնային լույսերով էս գործարար համայնքում ներգրավվածությունը մեծացել ու շատ բիզնեսներ են այս ուղղությամբ աշխատում։ Մրցակցությունը այդ իմաստով ոնց է իրականացվում։ Արդյոք ավելի շատ հակված եք համագործակցության, թե ամեն դեպքում կա այդ մրցակցությունը թեկուզ դիմացինների կողմից։ Շատերը մտածում են, որ մենք մրցակիցներ չունենք։ Մտածում են, եթե նեոն, ապա աննեոն, բայց դա այդպես չի։ Իրականում իհարկե մենք ունենք մրցակիցներ ու ինձ թվում է, եթե ես մրցակիցներ չունենայի, չէի սկսի, որովհետև իմ համար շատ կարևոր կրիտերիա էր, որ մրցակից ունենայի, թեկուզ հենց հայկական շուկայում, որպեսզի հասկանայի, թե ինչպես են իրենք աշխատում, ինչ մեթոդներով, ինչից են ուժեղ, ինչից են թույլ։ Իսկ ինչ վերաբերում է համագործակցություն, մենք համագործակցում ենք մինչ այժմ, մինչ այս պահը մեր ուղղակի մրցակիցների հետ, ուղղակի եւ անուղղակի մրցակիցների հետ։ Դա կարող է լինել թե տաղավարների կառուցումը, կառուցապատումը, թե ինչ որ դեկորների պատրաստումը, թե արտաքին գովազդներ, թե նեոնների հետ կապված, թե հենց այդ նախորդ նշված իմ լազերային ֆրեզային ինչ որ կտրման գործընթացներ, իսկ մինչև այժմ մենք համագործակցում ենք ու մենք շատ նորմալ ենք այդ ամեն ինչը վերաբերվում։ Շատերը կան, որ մենք առաջարկել ենք համագործակցել որպես մեր էլի ուղիղ մրցակիցներից, բայց նրանք ոչ մի ինչ-որ ռեակցիա չեն տվել, մենք անցել ենք առաջ ուղղակի։ Այ կխառն են, չէ՞, շատերը LED-ը ու նեոնը։ Տարբերությունների մասին մեզ կպատմեք, այ ինչով են իրենք առանձնանում եւ լավի վատի հարց չքննարկենք, որովհետեւ LED-ի ուղղությամբ էլ աշխատողներ կան, չփորձենք վատաբանել իրենց աշխատանքը, զուտ տարբերությունները հասկանանք։ Տեսեք, կա երկու տեսակի նեոն՝ ապակյան նեոն ու ֆլեքս նեոն։ Մեր այդ ասած նեոնը դա ավանդական ապակյան նեոնն է, ինքը խողովակներից բաղկացած նեոն է, այսպես երկար, որը որ այրման միջոցով ձև է ստանում ու իր մեջ ներառում է նեոն գազը։ Դրա համար ինքը ապակյան նեոն է կոչվում։ Դրսից է բերվում։ Այո, ամեն ինչ գրեթե դրսից է բերվում։ Եվ կա երկրորդ տարբերակը, դա ֆլեքս նեոնն է, որը որ սիլիկոնե թաղանթի մեջ արդեն ասում միանգամից այդ սիլիկոնյան հովիտը գալիս է, չէ՞։ Ու ձեր ասած LED-ը այդ ֆլեքս նեոնի մեջ է, այսինքն երբ որ LED-ն է ու վրայից արդեն գնում է սիլիկոնե այդ թաղանթը, դա կոչվում է արդեն ֆլեքս նեոն։ Երբ որ մեզ մարդիկ ասում են նեոն ենք ուզում, մենք միշտ հարցնում ենք, որ նեոն եք ուզում, որովհետև մենք գիտենք օրինակ 50+ մարդիկ նեոն ասելով նկատի ունեն ապակյան նեոն, որովհետև իրենց մոտ ապակյան նեոնը ավելի հին է, ավելի հին տարբերակ է ու իրենց տեսած այդ նեոնը դա է, իրենք չգիտեն որ կան թազա տարբերակ, ու այդ նոր տարբերակները իրենք ասում են արդեն LED-էր։ Դրա համար եղել է օրինակ մեզ մոտ իրավիճակներ, որ մենք տարել ենք, առաքել ենք աշխատանքը, ասել են, բայց էսի չի մեր ուզածը։ Ու դրա համար ինչ որ փորձում ենք այնպես անել, որ մշտապես այդ հարցը մենք տանք։ Կախված իրավիճակից, շատ հնարավոր է, որ մենք նախորոք օրինակները ուղարկած լինենք ու բացատրած լինենք, թե որը որն է, կամ այդ հարցը տված լինենք ֆլեքս թե ապակյա, բայց եթե այդ հարցը տրված չենք լինում, փորձում ենք այդ ամեն ինչը բնականաբար մեր պատասխանատվության վերցնել ու նորը պատրաստել արդեն իր ուզած տարբերակով։ Օրինակ լինում է, որ գալիս են հավանում են, գալիս են ասում են, այս սրանից ենք ուզում, գները ասում եք ու վախեցած հետ են գնում։ Հա, իհարկե այդպես էլ է լինում, մենք ունենք ոնց որ մեր հաճախորդների ավատարը կամ թիրախը, թեկուզ էքսպոներին մասնակցելուց էլ ես միանգամից պատկերացնում եմ, ով որ հերվից գալիս է, մեր հաճախորդն է, թե մեր հաճախորդը չի։ Շատ դեպքերում է տեսքից, առաջինը տեսքից, քայլաձևից, չգիտեմ, հագուստից նույնիսկ, խոսելուց նաև կա։ Այո, հենց մոտենում են, հենց մի հատ նայում են, լրիվ հասկանում ենք, այս մարդը մեզնից ինչ որ բան կգնի, թե չէ։ Մեր թիրախին հիմնականում հենց հանդիպում ենք էքսպոների ժամանակ, հենց շատ ավելի առերեսված, երբ որ թեկուզ գալիս են ու մեր թիրախը չի լինում ու ասում է, վայ թանկ է եւ այլն, մենք սկսում ենք շփվել իրար հետ։ Օրինակ ինչի համար է թանկ, կամ ինչն է իր համար կարևոր այդ թանկ լինելը, թե որակը։ Եթե այդքան էլ որակը կարևոր չի, մենք ուրիշ բան կառաջարկենք, որի մեջ որ նեոնը շատ քիչ կլինի, բայց ելի լուսավորվող ինչ որ հավես բան կլինի։ Այսինքն
բավականին ճկուն է մեր ապրանքատեսականին ու փորձում ենք ամեն մեկին իր բյուջեին համապատասխան բան առաջարկել։ Բնականաբար լինում են ինչ-որ աբսուրդային բյուջետավորում, որ չգիտեմ, մենք պատկերացնում ենք, որ այս ինչ բանը մինչև այս ինչ գինը կլինի, բայց այդ ժամանակ բնականաբար հասկանում ենք, որ այլ արդեն մեր թիրախը չի այս մարդը։ Ինչքան ժամանակ են ծառայում այս նեոնային լույսերին։ Մի քանի տարի հանգիստ կարող եք օգտագործել, եթե 24 ժամ չի օգտագործվում։ Իսկ դրանից հետո արդյոք դուք կարող եք օգնել նորից վերափոխել այդ աշխատանքներին եւս։ Այո։ Եթե աշխատանքը այնպես այ սկզբանե իրականացված, որ կարող ենք օրինակ LED-ը փոխել, խոսքը հենց flex neon-ների մասին է, կարող ենք շատ հանգիստ այդ ամեն ինչը իրականացնել, բայց եթե օրինակ ապակյա neon-ը ու ջարդվել է, դա արդեն պետք է նորը պատրաստվի։ Այստեղ շատ կարևոր է նաև թե ինչա գրվում, որովհետև դա ոչ միայն պարզապես լույս է, այլ նաև հաղորդագրություն է, ինչ որ մի կոչ է, գուցե ինչ որ ուշադրություն սևեռելու մի եւս մեկ առիթ է, կապ չունի դա արդեն դրսում է թե ներսում տաղավարային է, այդ մասով հատուկ մարդիկ աշխատում են թիմից հենց գրությունների վրա, թե դուք եք մասնակցում անձամբ այդ process-ին։ Տեսեք, եթե հաճախորդը հենց անձամբ իմ հետ է կապ հաստատել, ես եմ հենց առաջարկում տարբերակներ, եթե մեր թիմի հետ մեր թիմն է արդեն առաջարկում, բնականաբար այդ ամեն ինչի մեջ ես էլ կարող եմ ներգրավել։ Մեր գլխավոր, այսպես ասած, դրական կողմն է, որ մերը ամբողջությամբ անհատականացված է, գրեթե 90%-ը մենք անհատական գրվածքներ ենք կամ պատկերներ կամ լոգոներ ենք պատրաստում, այսինքն երբ որ մարդ գալիս է նույնիսկ չգիտի թե ինչ նեոն ուզում որ իր գրասենյակում պատկերացնի կամ տեսնի, մենք այդ ամեն ինչը լրիվ մատուցում ենք խորհրդատվությամբ, դիզայն տարբերակներ առաջարկելով կամ ֆայլային տարբերակները արդեն մատուցելով, այսինքն այդ A to Z-ի մեջ նաև դա է ներառված։ Խոսեցինք նաև դրսից պրոդուկտները բերելուն, այդ process-ը ոնց եք համակարգում եւ մենք իսկապես խնդիր ունենք եւ գործարարները արդյոք խնդիր ունեն, որ ամեն ինչ դրսից է բերում եւ ներսում գրեթե ոչինչ հնարավոր չի գտնել, ինչ կասեք։ Անձամբ հենց մեր ընկերությունը չի զբաղվում ներկրմամբ, այսինքն ունենք մատակարարներ, գործընկերներ, ումից որ գնում ենք կատարում այդ բոլոր մատերիալները, բնականաբար դա շատ ամեն անգամ գինա չէ բարձրանում է։ Նաև գինա բարձրանում, նաև լինում են խնդիրներ, որ օրինակ Չինաստանից որ այդ մատերիալները գալիս են, շատ դեպքերում մեզ հաճախորդը գրում է, որ Չինաստանում դա ավելի մատչելի է ընդհանուր այդ աշխատանքը պատվիրելը, քան մեր մոտից։ Բնականաբար դա Հայաստանի մշտական խնդիրներից մեկն է։ Ու նաև մշտական խնդիրներից մեկը ընդհանուր տարածաշրջանային է, որ արտահանման հետ կապված միշտ չի որ կարողանում ենք հեշտ այդ ամեն ինչը իրականացնել, օրինակ հիմա մենք ուզում ենք marketplace-երում, պահեստներում արդեն պայստավորենք մեր ապրանքը, բայց թե ժամկետային, թե գնային միշտ չի որ լավ պայմաններ ունի հայ գործարարը արտահանում իրականացնելու համար, այս հասկացել եմ, որ իրոք ռիսկի գնացող մարդիկ են, անորոշության մեջ գործող մարդիկ են, որ իրոք գնում են այդ քայլին ու արտահանում են իրականացնում մեծ ծավալներով, որովհետև վերջես ինձ հարց էին ուղղել Instagram-ում պատասխանել էի story բաժնով, թե ինձ հարցրել էին, թե այն 3 քայլերը, որոնք որ կարելի է նկատի ունենալ Հայաստանում բիզնես ծավալելու մասին, միշտ ես այդ մասին նշում ու story բաժնում էի գրել, որ առաջինը պետք է մտածել product այնպիսի product ընտրել, որ արտահանելը հեշտ լինի։ Այո, երկարաժամկետ պիտի մտածել։ Թեկուզ օրինակ ծառայությունը ներքի շուկային ծառայելուց հետո պիտի նա օրինակ հիմա մենք ներսի շուկայում ծառայեցնում ենք մեր product-ը։ Նամանավանդ եթե ծառայությունը դրա արտահանումը շատ ավելի հեշտ է, բայց կոնկրետ product-ի արտահանումը, որը նաև ջարդվող ապրանք է, որը որ ունի լարսի խնդիր, որը որ ժամանակային, գումարային, այո, մի քիչ շատ ռիսկեր են, էլի, շատ դեպքերում մենք մտածում ենք կարող է պահեստավորման այստեղից պահեստավորման փոխարեն Չինաստանից պահեստավորենք, բայց հասկացանք, որ գրեթե նույն գնահատականն է ստացվում, նույն ներդրումն է ստացվում, ես որոշեցի նույնիսկ ստեղից անեմ, որովհետև այստեղ ես կարողանում եմ շատ վերահսկողության մեջ ամեն ինչ պահել։ Շատ լավ, Անի ջան, վախ չունեք, որ գուցե ինչ որ մի ժամանակ այս լույսերը թրենդից դուրս գան ու փոխարինող նոր բան կա։ Թե ամեն դեպքում դուք պլանավորել եք, որ սա կավարտեք, նոր բիզնես կսկսեք։ Ինձ թվում է, այստեղ դիրքավորման հարցն է ավելի շատ, որովհետև դու ոչ թե պետք է դիրքավորվես որպես նեոնների շոփ, այլ պետք է դիրքավորվես որպես ինչ որ լույսերի հետ կապված, այսինքն կարող է վաղը միշտ նեոնները այլ թրենդային այլ հավես ինչ որ բան չլինեն։ Դրա համար մենք
փորձում ենք այնպես անել, որ մենք դիրքավորվենք ոչ թե ուղակի նեոնների հետ կապված, այլ լույսերի հետ կապված, կարող է նվերների հետ կապված ինչ որ դիրքավորում ունենանք, այսինքն մենք ոչ թե վաճառենք ուղակի նեոն, այլ վաճառենք նվեր, որը որ ընկերները կհավաքվեն, գումար կներդնեն ու օրինակ իրենց ընկերներից մեկին նեոն կնվիրեն։ Այսինքն դա ավելի շատ դիրքավորման խնդիր է, որովհետև ցանկացած product ինձ թվում է ունի իր ժամանակահատվածը, այդ ժամանակահատվածից դուրս ինքը դառնում է ոչ տրենդային, ոչ հետաքրքիր այլևս։ Դրա համար պետք է քիչ սիստեման ավելի լավ կառուցել, որ նկատի ունենալ, որ դրանից հետո ինչով պետք է զբաղվել, ինչ անել։ Որն է այսքան ժամանակվա ընթացքում ամենաբարդ պատվերը եղել, որ դրանից եւ փորձ եք ստացել եւ շատ եք տանջվել, շատ ռեսուրս եք ծախսել։ Մենք բարդ պատվեր ասելով միշտ նկատի ունենում ենք մի քանի բան, մեկը որ հաճախորդն է պրոբլեմատիկ եւ հաճախորդն է բարդ։ Ամենաբարդը երևի դա է, հա, մեկն էլ որ բարդերից մեկը որ շատ քիչ սեղմ ժամկետներ ունենք։ Մենք մեր sense լիստում ունենք այդ բարդ հաճախորդների կամ բարդ ինչ որ պատվերների ցուցակ, որ գիտենք հենց այդ հաճախորդը մեզ դիմում է, բոլորս ոտքի են կանգնում, որ կամ բյուջեի խնդիր է լինելու այստեղ, կամ ժամանակային խնդիր է, կամ ինչ որ պատրաստման, չգիտեմ, ինչ են պատկերացնում իրանք, մենք պետք է ռեալիզացնենք այդ ամեն ինչը։ Հիմնականում դրա հետ է կապված, բայց անկեղծած այսքան ժամանակ ոչ մի ինչ որ ասեմ դժվարություն մեզ վախեցրել է բնականաբար։ Բայց խուսափում եք բարդ кейսերից, թե ամեն դեպքում։ Չէ, մենք ուղղակի փորձում ենք այդ բարդ кейսերը ավելի պարզեցնել, հասկանալ հաճախորդը ինչա ուզում։ Օրինակ, եթե հաճախորդն ասում է մենք X ապրանքն ենք ուզում, մենք մասնատում ենք X ասելով ինչ նկատի ունի, ինչերից բաղկացած նկատի ունի, որ այդ ամեն ինչ որ մասնատելու արդյունքում ինչ որ պարզ մոդել է դառնում։ Եթե գիտենք, որ դա մեր ֆորմատը չի, մենք չենք կարողանալու պատրաստենք, չենք վերցնում այդ պատերը, բայց որ գիտենք, որ կարող ենք մի քիչ ուղեղներս աշխատացնենք, մի քիչ թիմային աշխատանք ավելի տենց վեր բարձրացնենք, բնականաբար իրականացնում ենք այդ ամեն ինչը։ Դա վերջին խնդրահարույց դեպքերից մեկը եղավ այն, որ Flash ընկերության 30-ամյակին ենք մասնակցում, մեկ օրվա ընթացքում ենք ոնց որ թե մենք այդ պատվերը պատրաստել 4 շատ մեծ նեոններ էին, տարանք տեղադրելուց մի քանի ժամ հետո ես գնում եմ արդեն համերգի այդ վայրը, միջոցառման վայրը ու տեսնում եմ 4 նեոններից 2-ը չի վառվում։ Ես այնտեղ ուղղակի եկել եմ համերգ գնալու ու մեր նեոնները նկարելու, տեսնում եմ որ լիք մարդ է հավաքված, համերգը սկսվել է ու մեր 2 նեոնները չկան։ Ու այդպես շատ արագ եմ փորձել աշխատակիցներին զանգել, այնտեղ իվենթներ այդ կազմակերպող ընկերության հետ կապված աշխատակիցներին sense վերցնել, բերել, հասկանալ ինչից է, որ տեղադրումից մի քանի ժամ հետո նեոնները չեն միանում, բայց փորձեցինք ու ստացանք, որ sense պատահաբար հայտնվեցին մարդիկ, ովքեր որ տեղում ինձ օգնեցին ու այդպես շատ արագ ստացվեց այդ ամեն ինչը։ Այո։ Դա չէ, բնականաբար դա շատ ստրեսային է, որտեղ գալիս ես աշխատանքներ տեսնելու, մեկը տեսնում ես չկան իրանք։ Այդ զետկետը դա է, երբ գնում ես տեսնելու կամ շատ դեպքերում, հա, այսինքն երբ որ ես գնում եմ ու իմ աչքից եմ ես գնահատումը տալիս, որովհետև միշտ որ ես տեղադրմանը ներկա եմ լինում, շատ հազվադեպ դեպքեր է, որ ես գնում եմ տեղադրմանը մասնակցում եմ, արդեն կախված кейսերից, բայց որ գնում ես, տեսնում ես, որ մարդիկ քեզ բարձրացրել են, 2 հատը չկա, չի միանում, շատ մեծ ստրես է, էլի, sense force majeure-ային իրավիճակում ծառունը խփում է գլխիդ ու հասկանում ես, որ չէ, այս բարագայում դու մինչև աշխատակիցը գա, մինչև չբանանես շատ է։ Կանիշներին, չէ, գործարարի ստրեսականությունը ու ցանկացած իրավիճակում այդ պահին կուզես նստես, լացես կամ ներողություն խնդրես պատվիրատուից, որ չի ստացվել, բայց այդ պահին տենց իմ կյանքում էլ է միշտ այդպես, որ ինչ-որ բան որ կատարվում է, ճանապարհին ինչ-որ ռեսուրսներ մարդիկ են հայտնվում։ Միշտ չի որ ես պատրաստ եմ այդ ճանապարհը անցնելու, բայց միշտ կես ճանապարհին հայտնվում են ինչ-որ մարդիկ, ու այնպեսի մարդիկ հայտնվեցին, որ լույսերից լրիվ գաղափար ունեին, դե ես տեխնիկապես ամեն ինչը գիտեմ, բայց որ ասեմ նեոն պատրաստել գիտեմ, չէ։ Ու այդ պահին հաստատ չեմ կարողանա էլի պլյուս մինուսը իրարից տենց տարանջատելով ինչ-որ մեծ գործողություն անեմ, բայց այդ պահին ինձ այնպես լույսերից հասկացող կապերը միշտ։ Այո, լույսերից հասկացող մարդիկ ուղղակի հայտնվեցին ու այդ իրավիճակը հարթվեց շատ արագ։ Վերջում ուզում եմ նաև ձեր բիզնես բլիցերից խոսենք, որը Instagram-ում եք դուք իրականացնում գործարարների հետ, հիմնականում գործարար կանանց հետ, չէ։ Ավելի շատ կանայք չեն։ Չեմ հաշվել, եթե անկեղծ։ Լավ, ընդհանուր եթե վերցնենք, նախ ինչու սկսեցիք բիզնես բլիցերից շարքը եւ ինչ եք հասկացել սա անելով եւ ինչ եք ուզում փոխանցել։ Իրականում սկսելը շատ պատահական է սկսվել իմ կյանքն այդպես։ Այո, կրկին, ուղղակի ես գրեցի իմ այդպես կին գործարարներից մեկին ծանոթ, բնականաբար դե այդ ժամանակ այդքան մոտ չէինք իրար հետ ինչքան որ հիմա, նա ուղղակի համաձայնվում է, այն ժամանակ ես շատ քիչ հետևորդներ ունեի։ Ուղղակի համաձայնվում է, օքեյ, արի վիդեո նկարենք։ Վիդեո
նկարելուց հետո հասկանում եմ, որ այդ ֆորմատը ինձ շատ է դուր գալիս ինչ որ մեկի հետ կոլաբորացիաները նամանավանդ որ Instagram-ում այդ կոլաբորացիա ասվածը արդեն քիչ-քիչ զարգանում էր ու որոշեցի որ այս ֆորմատը կարելի է շարունակել ու անուն տալ ու սկսեցի ես իմ ծանոթ գործարներին արդեն առաջարկել որովհետև լրիվ անծանոթ գործարների դեպքում մի փոքր խնդրահարույց կլներ որ իրանք համաձայնվեին նամանավանդ քիչ հետևորդներ ունեցող մարդուն դրա համար փորձեցի այսպես ձնագնդիկի էֆեկտը կիրառել որը էլի պատահական ստացվեց այսինքն ես սկզբից առաջարկեցի այն մարդկանց ում որ ճանաչում էի ովքեր որ նաև ճանաչված գործարներ էին նրանք համաձայնվեցին հետո ճանաչված մարդկանց արդեն հրավիրելից իրենք տեսան այն գործարներին ու որ իրենք են ճանաչում ու համաձայնվեցին այո շատ տենց ձնագնդիկի էֆեկտ ստացվեց թե ինչ եմ ուզում փոխանցել ի սկզբանե հստակ կա ու իմ բիոյում էլ է նշված որ ես նախ առաջինը բիզնես իրականություն եմ փորձում մարդկանց տարածել մարդկանց պատմել որ բիզնեսը ինչա իրենից ներկայացնում իրականում բացի այդ վառ գույներից, բացի այդ ինքնավստահ կերպարներից Եվ երկրորդը ես փորձում եմ ցանկացած բիզնես ինֆորմացիա տալ շատ լավ ձևով, հեշտ ձևով, թեթև ձևով, մարսվող ինֆորմացիա եմ ես փորձում տալ բիզնեսի հետ կապված։ Այո։ Որովհետև ինձ համար մի քիչ ծանր է բիզնես ինֆորմացիան շատ էջերում տեսնելու ու հասկացա որ մարդիկ դրա համար է միգուցե որ չեն հետևում տվյալ մարդկանց ովքեր որ շատ տենց հաջողված գործարներ են բայց storytelling-ի հետ կապված խնդիր ունեն ու ինչ այժմ էլ ես տեսնում եմ շատ գործարներ ովքեր չափազանց խելացի են, բայց storytelling-ի կամ public speaking-ի հետ կապված ինչ որ խնդիր ունեն։ Ու ինչ եմ ես տանում բիզնես բլիցից բացի այդ ինֆորմացիան փոխանցելուց, մենք միշտ նկարահանումից հետո, երբ որ ամեն ինչ անջատվում է այնտեղ եւ արդեն սկսում ենք անմիջական խոսել, ես սկսում եմ այդ մարդուն հարցեր տալ։ Թեկուզ իմ ինչ որ բիզնեսի հետ կապված կամ ինչ որ իրավիճակային հարց, օրինակ, ես ինչ խնդիրը ունեմ, ինչ կառաջարկեք անեմ։ Ու դա իմ համար գրեթե երևի կարելի ասել ամենաարժեքավոր բանն է, որը ես ի սկզբանե չէի պատկերացնում, որ դա է լինելու, այն ինչ որ ես ի սկզբանե ուզելու եմ։ Ես ի սկզբանե ուզել եմ ակտիվություն, ուզեցել եմ network-ի մեծացում, որ ավելի շատ մարդիկ մեզ տեսնեն, ավելի մեծ լսարան ձեռք բերեն, բայց հասկացա, որ դրանից բացի կա ավելի կարևոր բան, որ մարդու հետ շփվում ես շատ այդ պահին իրավիճակային գիտելիք ես ստանում ու ուղղակի իրենց հետ network-ի sense մեջ գտնվելով կապի մեջ գտնվելով իրականում շատ բանակ ես տալիս։ Նաև դրա արդյունքում մենք ունեցել ենք նոր գործընկերներ Անեոնում, ինչը էլի շատ տենց պատահաբար է ստացվել ու ինձ թվում է ինչ որ հետաքրքիր բան կա վերջերս ինձ մեկը ասեց բիզնես բլիցի մասնակիցներից, որ ես կարողանում եմ հեշտ դիալոգի մեջ մտնել այդ մարդու հետ։ Երևի այդ է sense ասած իմ գլխավոր պլյուսը, որ ես կարողանում եմ նկարանումից հետո նաև նկարման ընթացքում շատ ազատ շփվել տվյալ մարդու հետ ու դրանից հետո նաև շփումը շարունակել։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, Անի ջան, հուսամ որ նեոնով եւ ոչ միայն կլուսավորեք գործարարը համայնքը, մեզ լուսավորներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ իմ զրուցակիցը կինետիկա հաղորդման զրուցակից Անի Մաղսուդյանն էր, Անեոն ընկերության հիմնադիրը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։